նաև պարգևատրումներ, այնուամենայնիվ կոմիտեի կադրերի հոսունությունը զգալիորեն մեծ է և նույնիսկ բարձր վարձատրությունը չի ապահովում աշխատակազմի կայունությունը։ Հաջորդ սկզբունքը իրավասություն մարդկային ռեսուրսների նկատմամբ, ուրեմն կոմիտեն աշխատակազմի անձնակազմի հավաքագրումը իրականացնում է մրցույթային կարգով, նախագահի տեղակալներին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը, իսկ կոմիտեի մյուս ծառայողներին նշանակում և ազատում է պաշտոնից կոմիտեի նախագահը, ինչ վերաբերվում է քաղաքացիական ծառայողներին և կոմիտեում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, նրանց աշխատանքի նշանակումը և պաշտոնից ազատում է կոմիտեի գլխավոր քարտուղարը, իսկ վերջինիս նշանակում և ազատում է կոմիտեի նախագահը։ Համարժեք և հուսալի ռեսուրսների սկզբունքի համապատասխանության տեսանկյունից արդեն նշել ենք, որ կոմիտեի ֆինանսավորումը 3 տարվա կտրվածքով բյուջեի ծախսի 0.1%-ից պակաս էր, ուրեմն կարողությունների զարգացման ծրագրի համար բյուջեի մեծությունը նույնպես 1%-ից պակաս էր և վերապատրաստումները հիմնականում իրականացվել են միջազգային կառույցների և դոնորների շնորհիվ։ Ֆինանսական ինքնավարության տեսանկյունից մենք խնդրահարույց ենք համարում կառավարության իրավասությունը կոմիտեին հատկացված բյուջեի ծավալը առանց կոմիտեի համաձայնության փոխելու կամ վերաբաշխելու առումով, ներքին հաշվետվողականության սկզբունքի համապատասխանության առումով ներքին վերահսկողության մեխանիզմները նույնպես սահմանվում են հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, այդուհանդերձ առկա չեն անձնակազմի նկատմամբ բողոքների թվի, դրանց քննության, կիրառված պատասխանատվության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես կոմիտեի կայքում, այնպես էլ կոմիտեի հաշվետվություններում։ Արտաքին հաշվետվողականության տեսանկյունից արդեն իսկ նշել ենք, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով քննչական մարմինների գործունեության ուղղակի վերահսկողություն չի նախատեսվում, իսկ քննիչ պալատը առ այսօր որևէ ստուգում չի իրականացրել կոմիտեի նկատմամբ։ Հրապարակային հաշվետվությունների տեսանկյունից կոմիտեի հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքով սահմանված են կոմիտեի հանրային հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքի կիրառումը ապահովող միջոցառումները, դրանք ներառում են և կիսամյակային հաղորդումներ և տարեկան հաղորդումների հրապարակումը կոմիտեի կայքէջում և ներկայացումը կառավարություն և ազգային ժողով, սակայն գործնականում արդեն նշել ենք, որ հրապարակում են ոչ բոլոր կիսամյակային հաղորդումները, ինչպես նաև հաշվետվությունների բովանդակությունը խնդրահարույց են դիտարկում։ Հանրային հաղորդակցության և գործակցության սկզբունքի համապատասխանության տեսանկյունից կոմիտեի կայքը իր ձևով, կառուցվածքով, տրամաբանությամբ ունի էական բարելավման կարիք և հակակոռուպցիոն կոմիտեի կողմից դեռևս չեն անցկացվել հանրային ընկալումների վերաբերյալ հարցումներ։ Եվ այսպես վերհանված խնդիրների հիման վրա ներկայացվել է թվով 40 առաջարկություն, որոնք ուղղված են կառավարությանը, ազգային ժողովին, հակակոռուպցիոն կոմիտեին և այլ պետական մարմիններին։ Առաջարկությունները բաշխված են ըստ չափանիշների 6 խմբերի, անկախությանը և կարգավիճակին վերաբերվող առաջարկությունները հետևյալն են. վերանել և վերացնել կոմիտեի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը երկրաձգելու ընթացքում 2 անգամ անընդմեջ պաշտոնում նշանակվելու հնարավորությունը, դիտարկել քննչական մարմինների, մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ազգային ժողովի կողմից նշանակվելու նպատակահարմարությունը, հնարավորինս նվազեցնելու կոմիտեի կախվածությունը գործադիրից, հակակոռուպցիոն կոմիտեի տեղակալների նշանակումն ու հեռացումը վերապահել կոմիտեի նախագահին, օրենսդրորեն սահմանել կոմիտեի նախագահի և տեղակալի թեկնածուների ընտրության և նշանակման չափանիշներ, մասնավորապես ընդգծելով հակակոռուպցիոն ոլորտի մասնագիտացումը,
օրենսդրորեն նախատեսել կոմիտեի նախագահ եւ իր տեղակալների համար շարունակական եւ պարտադիր վերապատրաստումներ, հիմք ընդունելով միջազգային զարգացող փորձը, ամրագրել, որ կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված բացասական եզրակացության պարագայում կոմիտեի նախագահի եւ տեղակալների թեկնածուների ընտրության եւ առաջադրման դեպքում մրցույթային խորհրդի որոշումը հրապարակվում է, ներառելով համապատասխան հիմնավորումը եւ հատուկ կարծիքները։ Օրենքով սահմանել կոմիտեի նախագահի եւ տեղակալների մրցույթի հրապարակայնությունը, տեսագրման ու հեռարձակման պահանջը, ինչպես նաեւ վերանայել կոմիտեում հայեցողական պաշտոններ ունենալու նպատակահարմարությունը։ Վերանայել քրեական օրենսգրքով նախատեսված կոռուպցիոն հանցագործների ցանկը եւ համապատասխանաբար համապատասխանեցնել դրանք միջազգային չափանիշներին, հակակոռուպցիոն կոմիտեին օրենքով եւ գործնականում օժտել բավարար մեխանիզմներով էլեկտրոնային բազաներին ու համակարգերին հասանելիություն ստանալու առումով։ Մենք որովհետև մենք առաջարկությունները արդեն բաժանել ենք եւ կարծում եմ բոլորը ունեն, եթե ուզում եք, դուք կարող եք պարզապես ձեր ձեռքում եղածը ուսումնասիրել, այդ ընթացքում մենք քննարկում ծավալենք, որպեսզի բոլորը չկարդա Անուշը։ Եթե համաձայն եք, եթե առարկություններ չկան, առաջնորդեն դրանով։ Շատ լավ։ Դրանով ավարտում ենք, չէ՞։ Այո, այսքանով ավարտենք, շնորհակալություն։ Շատ լավ, ուղղակի ժամանակը խնայելու համար եմ ասում։ Շնորհակալություն, Անուշ։